Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Էլեկտրատրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 351 շարժակազմ։ Պլանային քանակը կատարվել է 100%-ով։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 2920 գնաց, կատարողականը 100%։ Շնորհակալ եմ, պարոն Սեթրակյան, մեր վագոնների քանակը արդեն ակնհայտորեն մեզ չի բավարարում, ինչ ծրագրեր ունենք այս տարի։ Պարոն քաղաքապետ, ձեր հանձնարարականով պարոն Հովհաննիսյանի հետ քննարկում արեցինք լրացուցիչ գումար տրամադրվելու 3 հատ միջանկյալ վագոններ ենք վերանորոգելու, որ այս պարագայում արդեն մենք հիմա ունենք 4 հատ 3 վագոնանից գնացքներ, դա դառնալու է 7 հատ 3 վագոնանոց գնացքներ, տեխնիկական բնութագրերը ամեն ինչ պատրաստ է, հիմա արդեն մրցույթի շրջանում ենք։ Իրատեսորեն այս տարի միայն այդ 3 հատը կհասցնենք։ Այո, այս տարի 3-ը մնացած 48 վագոններ դե ձեր զորացան կառավարությունում է արդեն շտացքի մեջ է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, կառավարման տեխնոլոգիաների կենտրոն։ Պարոն քաղաքապետ, ինչպես արդեն նշվեց, տոմսային համակարգում վավերացումների էական աճ է արձանագրվել, տրոլեյբուսներում կազմել է 98302, մետրոպոլիտենում 565418, ավտոբուսներում 2123201, ընդամենը 2776921, ինչը 18%-ով ավել է, քան նախորդող շաբաթվա ընթացքում կամ 426438-ով։ Խնդրեմ, սիրելի երևանցիներ, սա է այն պատկերը, որ մենք ունենք ընդամենը 1 շաբաթ, կարելի ասել է վերահսկողական մեխանիզմի մասնակի գործարկմամբ, մենք մոտավորապես 3 ավտոբուսի, նույնիսկ մի քիչ ավել գումար ենք հավաքագրել, 3 նոր ավտոբուսի։ Այն մարդկանց հաշվին, ովքեր որ նախկինում չէին վճարում, հիմա սկսել են վճարել։ Եվ նրանց նույնպես շնորհակալություն եմ հայտնում, բայց դեռևս տեղ ունենք ավելացնելու եւ սա նշանակում է, որ այս process-ը այլևս չի դադարելու։ Այս վերահսկողական մեխանիզմը այլևս չի փոխվելու։ Եվ երբ որ նաեւ քննարկումներ կան, թե աշխարհում տարբեր քաղաքներում այսպիսի մեխանիզմ չկա, դա իրականությանը չի համապատասխանում։ Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում առաջին վերահսկողության մեխանիզմը ավտոբուսի վարորդի վրա էր դրված եւ ավտոբուսի վարորդը ուղղակի չէր երթևեկությունը շարունակում, երբ որ ակնհայտորեն տեսնում էր չարամտորեն մեկը չի վճարում։ Եվ խնդրում եմ, այս շատ խիստ շարունակում ենք պահել։ Շնորհակալ եմ։